Պարոն Հակոբյան, ավարտվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, առավել հետաքրքիր էին այդ խոշոր քաղաքներում, Վանաձորում եւ Գյումրիում։ Ձեր նախնական այսպես վերլուծությունները ինչ են ցույց տալի, մասնավորապես ընդդիմադիր կուսակցությունների մասով, որոնց չհաջողվեց միավորումը եւ փաստորեն ձայները բաշխվեցին այնպես, որ իշխող կուսակցությունը մեծամասնություն ունեցավ։ Սրանով նաեւ այս կուսակցությունները 2017-ին ընդառաջ ինչ վերադասավորումներ պետք է անեն ըստ ձեզ։ Գիտեք, ընտրությունները նորից ապացուցեցին այն տենդենսը, որը վերջի մի քանի տարվա ընթացքում մենք նկատում ենք, որ որոշակի անտարբերություն կա բնակչության մի ստվար զանգվածի մոտ ցանկացած էլեկտորալ կամ ընտրական պրոցեսների նկատմամբ եւ այս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնավորապես այդ ձեր նշած խոշոր քաղաքներում, հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում անցկացված ընտրություններում մասնակցության տոկոսը մոտավորապես մինչեւ 40%, չէ, եթե չեմ սխալվում, նախնական տվյալներով, այո, մինչեւ 40% ցույց է տալիս, որ այնուամենայնիվ ամենագլխավոր խնդիրներից մեկը դա նա է, որ բնակչության մեծ մասը չի հավատում, որ ընտրությունների միջոցով ինչ-որ բան իր կյանքում կարող է փոխվել եւ գերադասում է ընդհանրապես չմասնակցել այդ ընտրություններում։ Հաշվի առնելով, որ շատ տեղերում բողոքական ընտրազանգված է, այսինքն եթե երկրում պաշտոնական եւ ոչ պաշտոնական տվյալներով մոտավորապես գոնե 60%-ը դա բավականին սոցիալապես բավականին անապահով խավ է, աղքատության շեմին կամ ֆորմալ աղքատ չեն, բայց իրականում մենք բոլորս հասկանում ենք, որ դա աղքատություն է, չի մասնակցում ընտրությունների, դա նշանակում է, որ մասնակցում են միայն նրանք, արդյունքներից ելնելով, որոնք շահագրգռված են լինում դրանում։ Այսինքն մենք նորից կարող ենք փաստել, որ իշխանական ռեսուրսը, իշխանական կուսակցությունները իրենք կարողանում են իրենց ընտրազանգվածին մոբիլիզացնել, շահագրգռել, ուղղակիորեն շահագրգռելն ու տարբեր մեթոդներով, հասկանալի է, սկսած ընտրակաշառքից վերջացրած խոստումներով, վարչական ռեսուրսը գործի դնելով, իսկ ընդդիմադիր կամ հիմա պետք է մի քիչ զգուշ խոսանք, այլընտրանքային ոչ իշխանական քաղաքական ուժերը չեն կարողանում մոբիլիզացնել եւ փաստացի մենք տեսնում ենք, որ իշխանությունը կարողանում է իր մարդկանց ոչ միայն շահագրգռել, այլ նաեւ բերել ընտրությունների, դա հին տեխնոլոգիաներ է, քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից որևէ նոր բան երևի թե մենք չենք կարող հիմա արձանագրել, շահագրգռում են, հետո որպեսի վերահսկեն process-ը բերում են ընտրությունների, ոմանց նաև ասենք կարողանում են համոզել իբր նույնիսկ խցում վերահսկում են այդ process-ը եւ նման մեթոդներով որոշակի քանակի ձայն վերցնում են։ Իհարկե ես չեմ ուզում ասեմ, որ իշխող կուսակցությունը ընդհանրապես իր սեփական ձայնը չունի։ Բնականաբար կա մի խավ, որը շահագրգիռ է, որպեսզի իշխանությունները շարունակեն իրենց գործունեությունը։ Դա բնական process է։ Ընդդիմությունը բնականաբար, գիտեք, ես չեմ զարմանում, որ բողոքական ընտրազանգվածը անտարբերություն է ցուցաբերում ընդդիմության նկատմամբ, որովհետև ընդդիմությունը ավելի շատ այս ընտրական process-ում ավելի շատ զբաղված էր իրար մեջ հաշիվներ մաքրելով, իրար մեղադրելով, իրար այս կամ այն իշխանական թևի նախագիծը որակելով եւ այլը։ Բնականաբար նման պայմաններում առանց այդ էլ բավականին վստահության բավականին ցածր մակարդակը ցանկացած քաղաքական ուժի նկատմամբ էլ ավելի նվազեց։ Ես կարծում եմ, որ հիմա միակ ճանապարհը, որով քիչ թե շատ հնարավոր է մոբիլիզացնել ընդդիմադիր ընտրազանգվածը, դա մի բևեռով հանդես գալն է։ Սա հնարավոր է մեն ընդդիմադիր ուժերի մոտ, մենք տեսանք դուք էլ մեջ բերեցիք այն մեղադրանքները, մասնավորապես Լուսավոր Հայաստան քաղաքպայմանագիր Վանաձորում եւ ընդհանրապես Գյումրիում, ձայները բաշխվեցին 10 կուսակցություն եւ 1 դաշինք էր մասնակցում ընդդիմադիրների միջև եւ Բալասանյանը դրա համար կարողացավ նաեւ հաջողության հասնել, գուցե եթե 2-3 տեխնացու լիներ, այդպիսի պատկեր չգրանցվել։ Այս մի քանի ամիսները միջև 17 թվականը հերիք են ընդդիմության համար։ Գիտեք, հիմա հնարավոր է թե հնարավոր չի, փաստը այն է,
որ այլ տարբերակներում հաջողության հասնել հնարավոր չի, որովհետև ուղղակի դու չես կարողանում բերել ընդդիմադիր ընտրազանգվածին ընտրությունների։ Այսինքն ստացվում է, որ տեսականորեն այն 60%-ը, որը չի մասնակցում, տեսականորեն այդ 60%-ի մեծ մասը կարող է լինել ընդդիմադիր ընտրազանգված, նա ուղղակի չի մասնակցում, որովհետև չի տեսնում այն լիդերին, այն այլընտրանքային ոչ իշխանական ուժին, որի համար արժի նույնիսկ տնից դուրս գալ եւ գալ, այսպես ասած, այդ բյուլետենը գցել այդ արկղի մեջ։ Նույնիսկ ասեն գործահասել է դրան, այսինքն ապաթիան, քաղաքական ապաթիան բոլոր process-ների նկատմամբ հասել է արդեն այդ մակարդակի։ Եվ սա նույնիսկ այն պայմաններում, որ մենք հասկանում ենք, որ շատ հնարավոր է, որ նույնիսկ մասնակցության թվերը ուռճացված լինեն, նույնիսկ այդ 40%-ը, հա։ Հիմա ընդդիմությունը ես կարծում եմ նման պայմաններում պետք է բավականին հստակ եւ շիտակ, ասենք, խնդիրներ ունի եւ պետք է այդ մասին մտածի։ Եւ ընդհանրապես քաղաքական նույնիսկ փորձը, քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ երբ ընդդիմությունը թեկուզ եւ վերջի փուլում, վերջի ստադիայում ընտրությունների միավորվում է, գուցե նույնիսկ եթե ամբողջ կազմով չի միավորվում, ինքը կարողանում է որոշակի արդյունքների հասնել։ Դրա առապացույցներն են 96 թվականի ընտրությունները Վազգեն Մանուկյանի շուրջ համախմբվեցին, 2003-ին Ստեփան Դեմիրճյանի շուրջ, 2008-ին նույն Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ եւ որոշակի արդյունքներ կային։ Այդ արդյունքները գուցե հաղթանակի, ասենք, ընդդիմության չբերեցին վերջնականապես, այսինքն չհերիքեց այդ նույնիսկ այդ ռեսուրսը, ուժային ռեսուրսի դեմ, բայց այնուամենայնիվ արդյունքները անհամեմատ էին։ Ես կարծում եմ, որ նման տարբերակներ այնուամենայնիվ հնարավոր են միջև խորհրդարանական ընտրություններ, բայց մի բան ասեմ, որ պատմությունը նաև ցույց է տալիս, որ Հայաստանում, քանի որ ամբիցիաները առաջնային են բոլորի մոտ, միայն այն դեպքում, երբ համոզվում են, որ այս կամ այն թեկնածուն անվիճելի առաջնորդ է, առաջատար է, այո, տարբեր մեթոդներով, դա Հայաստանում սովորաբար դա չափում են միտինգներում հավաքված զանգվածի քանակով, չգիտեմ, ինչպես են ընդունում մարզերում եւ այլը, տարբեր այդպիսի չափանիշներ կան սուբյեկտիվ, երբ համոզվում են, շատ դեպքերում ավելի հեշտ է լինում պայմանավորվել։ Նման դեպքեր լինում են։ Եվ եթե նույնիսկ 2-3 ընդդիմադիր թեւ կարողանան մի բևեռ ձևավորել, այն ուժերը, որոնք չեն միանում, սովորաբար մարգինալիզացվում են։ Այսինքն դառնում են իզգոյի նման մի բան եւ սովորաբար այդ ուժը որևէ հաջողության չի հասնում։ Այստեղ խնդիրը սա է, գուցե այդ պարագայում իսկապես այդ անտարբեր դարձած բողոքական ընտրազանգվածը գուցե կհավատա։ Պարոն Հակոբյան, հենց այդ ընտրազանգվածի մասով մեկ հարց ասացիք, անտարբեր դարձած ընտրազանգված, այս ընտրազանգվածը ընտրություններին, որ չի մասնակցում, պոտենցիալ, այսպես ասեմ, սասնածռեր են, որոնք զենքի միջոցով են տեսնում հնարավոր փոփոխությունները, արտագաղթի տրամադրվածությամբ մարդիկ են, ըստ էս մեծամասնությունը այն մարդկանց, ովքեր ընտրատեղամաս չեն գնում, առհասարակ իրենց քաղաքացիական պարտքը չեն կատարում։ Այժմյան Հայաստանում ինչ մաս են կազմում։ Գիտեք, ես համաձայն եմ, որ մի հատված է իհարկե այն զանգվածի, որը ապաթիայի մեջ է, միայն, այսինքն սպասում է այն պահին, երբ կկարողանա ի վիճակի կլինի արտագաղթել։ Մյուս մասը, ինչպես ցույց տվեցին նույն սասնածռերի այդ իրադարձությունները, գիտեք, իրենք քողարկված կամ пассив կողմնակից են նման գործողությունների, եթե նույնիսկ չեն դուրս գալիս փողոց ուղղակիորեն աջակցություն ցույց տալու, բայց այնուամենայնիվ նման մեթոդներին, անկախ նրանից թե ով է ըստ էության նման ճանապարհով փորձում ինչ-որ հարցեր լուծել, իրենք աջակցությունը ցույց են տալիս։ Իհարկե այդ բողոքական ընտրազանգվածում կա, այսպես ասած, նաև լումպմենը, որը որ շատ դեպքերում ուղղակի նույնիսկ նեղանում է, երբ իրեն ընտրակաշառք չեն առաջարկում, այո։ Ուզում եմ ասեմ, այնպես չէ, որ թյուր կարծիք չկազմվի, որ այդ, ասենք, 50-60%-ը, որը չի մասնակցում, ամբողջովին, այսպես ասած, միայն սպասում է իր առաջնորդին սպիտակ ձիու վրա նստած, որպեսզի գա եւ քվեարկի նրա համար, շատ դեպքերում ուղղակի գործը իրենց չի հասնում եւ այդ մոտավորապես իմ կարծիքով 15-20%-ին, այդ նույն այդ 60%-ից ուղղակի նրանց կարիքը իշխանությունը չի ունենում։
Բայց փաստորեն ստացվում է, որ հանրապետության խոշոր երկրորդ քաղաքում Գյումրիում բնակչության կեսից ավելին ընտրությունների չի մասնակցում։ Ուստի այս զանգվածը ավելի շատ ինչ բանով տրամադրվածությամբ կլիներ ձեզ։ Գիտեք, միանշանակ այսպես հիմա ասել, ինչ վարկագիծ կլինի, մի քիչ բարդ է այն առումով, որ գիտեք, մի քանի անգամ արդեն մենք փորձ ունեցել ենք, որ թվում էր, թե նման ապաթիայի պարագայում իշխանությունը որևէ խնդիր չի ունենալու, բայց բողոքական ընտրազանգվածը հենց նրանով է բողոքական ընտրազանգված է, որ լինում է մի պահ, երբ ինքը այսպես ասած ինքը իրան մոբիլիզացվում է եւ որոշում է բողոքական ընտրազանգվածին բնորոշ վարկագիծ դրսեւորել, այսինքն գնում է եւ քվեարկում է դեմ ամեն ինչին, ինչը ասոցիացվում է իշխանության հետ։ Օրինակ, իմ կարծիքով նախորդ նախագահական ընտրությունները եւ Ռաֆի Հովհաննիսյանի բավականին լավ արդյունքը դրանով էր պայմանավորված։ Դա ոչ թե ես չեմ կարծում, օրինակ ձայները կողմ էին Ռաֆի Հովհաննիսյանին, այլ ընդդեմ Սերժ Սարգսյանի էր, այո։ Եվ այն ժամանակ էլ շատերը չէին հավատում, որ ապաթիայի մեջ էլի գտնվող ընտրազանգվածը նման դրսևորում կանի, բայց մենք տեսանք, որ այդ օրը կարծես թե մի հրամանով, չէ՞, շատերի համար անսպասելի, այդ թվում եւ վերլուծաբանների եւ քաղտեխնոլոգների եւ շատերի համար եւ առաջերտին ես կարծեմ իշխանության համար ժողովուրդը ուղղակի գնաց ընտրատեղամասեր եւ իր գործը արեց, թողելով քաղաքական ուժերին, որպեսզի պաշտպանեն իրենց ձայնը։ Եվ եթե հիշում եք, միայն պաշտոնական տվյալներով մոտ 36% ստացավ այդ ընդդիմադիր տեխնացուն, իսկ մնացած ընդդիմադիր ոչ իշխանական տեխնացուների հետ միասին 40%-ից ավել ձայներ եղան։ Ուզում եմ ասեմ, շատ հնարավոր է, որ տեղական ընտրությունների նկատմամբ, ասենք, հետաքրքրությունը, նշանակությունը, այսինքն թերագնահատվում է բնակչության կողմից, բայց երբ գալիս է այդ պահը համապետական ընտրությունների, այդ ժամանակ ժողովուրդը մի քիչ ավելի լուրջ է վերաբերվում քաղաքական process-ներին։ Իհարկե, երբ կիսանախագահական համակարգեր ավելի ակտիվ էին նախագահական ընտրությունների ժամանակ, քանի որ մեր մենտալիտետից էր բխում, որ մենք հավատում ենք մի մարդու, այսինքն ուզում ենք լիդերի հետևից գնանք, բայց հիմա այդ ըստ էության նախագահական ընտրություններ չկան եւ խորհրդարանական ընտրություններ են։ Նման պարագայում, գիտեք, ամեն մի մասնակից էլ իր ընտրազանգվածը սովորաբար բերում է։ Ես կարծեմ խորհրդարանական ընտրություններում այնուամենայնիվ process-ները շատ ավելի ակտիվ կլինեն եւ գիտեք մեծ դեր է խաղում նման դեպքերում նաեւ քարոզարշավը այդ ժամանակ ինչպես հայտնի է, ասենք հեռուստատեսությունում բացվում են շատ փակված ալիքներ, շատ բան բացվում է եւ այդ 30-40 օրվա ընթացքում որոշակի ալիք է առաջանում։ Եվ այդ շրջանում նաև կուսակցություններն էլ, գործիչներն էլ այցելում են նաև ամենահեռավոր մարզերը եւ այնտեղ այդ ֆոնի վրա կարողանում են որոշ դեպքերում նաև ռեզոնանսի արդյունքում որոշակի արդյունքներ են անում եւ նույնը կարող եմ հիշեցնել նույն 2008 թվականը ամեն ընտրություններից առաջ մեզ մոտ բավականին վերջի տարիների ապաթիայի տրամադրություն է, բայց համապետական ընտրություններից առաջ հանկարծ փոխվում է այդ տրամադրությունները։